Տեկին հիմա ես թողմանաստը։ Տեկին Բաղդասարյան։ Նախաձեռնողի նիստ ենք ունենում։ Տեկին Բաղդասարյան ստիպված եմ դրսում հարցերից անել։ Կխնդրեմ երկու բառով պատասխանեք, հա։ Վարդան Ղուկասյանի ընտրվելը ինչպես եք գնահատում։ Շնորհավորել եք, չեք շնորհավորել, ուրախ եք, տխուր եք։ Ես իմ գնահատականը պարոն Ղուկասյանին Եկեղեցու զանգ չի, որ ասեմ ընդհատեմ, բայց հա, ասեք։ Ես իմ գնահատականը մասին ասել եմ եւ իմ տեսակետը այս հարցում։ Իսկ ինչու չմասնակցես ԿՊ նիստին։ Ես իրավասու չեմ խմբակցության որոշումներ Այո, ընդդիմությունը որ խորհրդանում բոյկոտում է, ԿՊ-ն ասում է չեք գալիս, չեք հարգում ինստիտուտը, չեք աշխատում, հիմա խմբակցության որոշումները իրավասու չեմ մեկնաբանելու։ Բայց դուք ակտիվ ներգրաված եք, ցուցակում եք։ Շրջանում, արձակուրդի շրջանում իրավասու է մեկնաբանել այդ որոշումները։ Նկատում եմ այդ թիմի անդամ եք, ցուցակում եք եղել նախընտրական։ Թվեք ես որևէ մեկնաբանություն չանեմ, որ տպավորություն չստեղծվի, որ կենտրոնական իշխանությունը որևէ կերպ փորձում է։ Ես որպես ցուցակի անդամ եմ ասում ձեզ։ Ի վերջո դուք այդ թիմի անդամ եք եղել։ Երևի տեղակ եք, չէ՞, ինչու չի մասնակցել ԿՊ-ն։ Հետո ձևավորված խմբակցություն կա եւ որոշումների կայացումն ու մեկնաբանումը իրենց Վերջին ասեք, կարող է այնպես անեք, որ Վարդան Ղուկասյան երկար չպաշտոնավարի, որտեղ այդպես Չէ, բայց ձեզանից Սարիկ Մինասյանն ասում է պիտի արտահայտ ընտրություն լինի։ Ո՞նց եք անելու։ Լավ է, գուքամ է դեպ։ Շնորհակալ ենք։